Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում պատասխանել է Ադրբեջանում պահվող հայերի մասին ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին, հայտարարել կարևոր է, որ ԵԽ բոլոր անդամ պետությունները հարգեն կառույցի առջև իրենց ստանձնած պարտավորությունները եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքները։ Ալեն Բերսեի խոսքով վերջին ամիսներին եվրոպական կողմի մոտ դրական ակնկալիքներ են առաջացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվ կյանքի կկոչվեն։ Բերսեն նաև հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին երկու երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ադրբեջանում պահվող հայերի հարցին է անդրադարձել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընդգծել է, ռազմագերիները պետք է հայրենադարձվեին ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։ Եվ դա միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթ է, շեշտել է Վարդանյանը։ Ամիսների լարված բանակցություններից հետո Եվրահանձնաժողովը եւ Հնդկաստանն ազատ առևտրի մասին համաձայնագիր են կնքել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության օրվա կապակցությամբ ԵՄ առաջնորդների Հնդկաստան կատարած այցի շրջանակում։ Կողմերը հայտարարել են, որ երկրների ռազմավարական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Այս խոշոր գործարքով մենք աշխարհին հստակ ուղերձ ցղեցինք, որ կանոնների վրա հիմնված համագործակցությունը շարունակում է գերազանց արդյունքներ տալ, շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ըստ համաձայնագրի ԵՄ-ն մտադիր է մինչև 2032 թվականը կրկնապատկել Հնդկաստան արտահանումը նվազեցնելով մաքսատուրքերի մեծ մասը։ Ակնկալվում է, որ այդպիսով հնարավոր կլինի տարեկան մոտ 4 միլիարդ եվրո խնայել։ Արևմտյան զլմները շեշտում են, որ այս գործարքը հատկանշական է, քանի որ կնքվել է Եվրամիության եւ Հնդկաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերի ֆոնին։ Կողմերը ձգտում են նվազեցնել տնտեսական կախվածությունը ԱՄՆ-ից։ Նյու Դելին եւ Եվրամիությունը նաեւ անվտանգության եւ պաշտպանության պակտ են ստորագրել։ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ դա թույլ կտա խորացնել գործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ծովային եւ կիբերանվտանգության ոլորտներում։ Նարենդրա Մոդիի խոսքով հնդկական պաշտպանական ընկերությունները արտադրական նոր հնարավորություններ կստանան։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ բիզնեսի հնարավորությունների տեսանկյունից իր երկիրը չպետք է ընտրություն կատարի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև եւ ակնկալում է հասուն հարաբերություններ կառուցել Դոնալդ Թրամփի հետ։ Սերտ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ եւ իհարկե ցանկանում ենք ու կպահպանենք դրանք, այդ թվում անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Միևնույն ժամանակ գլուխն ավազի մեջ թաքցնելն ու Չինաստանին անտեսելը, երբ այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, անխոհեմ կլինի, ասել է Քիր Սթարմերը։ Վարչապետը համոզված է, որ Պեկին-Լոնդոն գործակցությունը նոր հնարավորություններ է բացում եւ չի նշանակում զիջումներ ազգային անվտանգության հարցերում։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Սթարմերը կմեկնի Պեկին, ինչը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցը Չինաստան վերջին 8 տարվա ընթացքում։ Դիանա Գասպարյան, լուրեր։